Ջրառացի Ստեփան Համբայրյանն այս նույն անասնագոմում ժամանակին 22 գլուխ անասուն էր պահում, հիմա 6-ն են մնացել ու նոր ծնված մի քանի հորտուկները։ Վերջին տարիներին ստիպված է եղել անասնագլխաքանակը կրճատել, քանի որ պահելը լուրջ խնդիր է դարձել։ Շատ եմ ունեցել կրճատել եմ։ Ինչի՞։ Համ բանի նախր ջոբանի խատեր, ամեն օր ես տաշ քերտամ։ Համը բանի համար կատիգին օրենքով իլի պայելի մաս չկա, հանձի իրան ես կեշ։ Հովվի խնդիր Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերում կա։ Եվ որը գնաց պայմանագրային, որն էլ իրան ծերքի տալում, ինոր բանի դու գնա դաշտ։ Կեսը գնաց է պարեկ են եղել, կեսը պոստավիկ են տարել, կեսը արդա գնաց աշխատանքների։ Այսինքն ծեր չի տալիս իրենց։ Դե իրանց ծեր չի տա, պաշտոր ծեր չի տա։ Մեր վերջին զրուցակիցը տեսանկարահանվել չցանկացավ։ Ջրառատում հովիվը մեկ անասունին կես տարի դաշտում արածացնելու համար վերջին տարիներին մինչև 11,000 դրամ գումար է վերցրել։ Գյուղում այս պահին 530 գլուխ եղջերավոր անասուն կա։ Այսինքն միայն խոշոր եղջերավորներին դաշտ տանելու համար հովին 6 ամսում ընդհանուր մոտ 5,5 միլիոն դրամ են վճարել, բայց գյուղացիներն ասում են, որ շատերն այլ աշխատանք են նախընտրում անել։ Հիմա գյուղերում գրաֆիկ են կազմել, թե գյուղացիներից ով որորն է կենդանիներին դաշտ տանելու։ Մեր մոդել այդպես մի 5 տնից 3 տունը տաղամարդ չկա, կենինգ մարդն չի տա դաշտ։ Այն երկուսն են մյուսների տեղը չեն երտա։ Կա փողը վերտոններ կան, դոնք են հրաժարվան, չեն երտա։ Ծեր չի տալիս, այո։ Ջրառացիները հիմնականում արտագնա աշխատանքով են տուն պահել, բայց վերջին տարիներին խոպան գնալն էլ է դժվարացել ու միայն հող մշակելով ու անասուն պահելով դժվարացել է տուն պահելու գործը։ Բողոքում են կաթի ու մսի գինը ցածր է, խոտը թանկ, կարծում են, եթե իրենց չօգնեն, որոշ ժամանակ անց շատ քչեր անասուն կպահեն։ Եթե մսի գինը բարձրանի կաթինը ծեր կդա, բայց միսը եժան 3000-ով ցուլին են տանում գյուղից։ Կատիկինը 160 դրամ է մի, 160-ով գյուղից կուկան տանին։ Առաջ 180 եղե։ Այս 2 տարի 160 դրամ է, դից ավել չի։ Չեն։ Եթե այսպես գնաց, այս ձևով շարունակվավ, ես պատկերացնեմ գոր, այստեղ հեշում եկնե կոնկրետ շատ չեմ ասեմ, 5 տարի հետո կոնկրետ մեր կերի ժողովուրդը հեշում եկնե անասուն չի պահե։ Հրետքի կպահեն ու ասենք դի լավ բանի չի բերե Հայաստանը։ Համիսա գյուղի մեջ վայտը 500 կով ամալ չմնացած յանի։ Առաջ շատ էր։ Առաջ 1500-2000 դեր մեր մոդը։ Ջրառացիներից մեկն արդեն իր անասուններին մորթել է։ Շատ չունիմ։ Ունեցել եք ժամանակին։ Ժամանակին ունեցել եմ, հա, դու խնդիր եղել չեմ ունեցել, չեմ պահել։ Ձեր չի տվել։ Այսինքն այսպես ասած վերացրել եք։ Այո։ Հիմնական խնդիրը Սա է խնդիրը էլի հիմնական։ Պահելն է խնդիր, նայելն է խնդիր, տանել բերելն է խնդիր, սա է խնդիրը։ Ծախելն է խնդիր, որը խնդիր չի։ Սարգիս Համբարյանն էլ է կրճատել անասնագլխաքանակը 8-ի փոխարեն 4-ն են մնացել։ Խոտը թանկ է, իսկ իրենց դաշտերինն էլ քիչ է։ Խոդն էլ, եթե հաշվես մի անասունը 100-ից 120 դու կուդեմ է։ Հա, իրա կատնոր ծախես, մետոնում կատ, իրա կերի փող է լավ, վсё։ Մեզ ոքուտ չի մնա։ Այսինքն 0-ի վրա նստում եք։ 0-ի վրա նստում ենք, այո։ Բայց պահում եք ամեն Բայց ստիպված, հա, մեզ հիմար յուղի բաների համար, որ գյուղը ավրում ենք, կոնե մաքուր պրոդուկտ ուտենք, հա։ Անասնապահության զարգացման համար կառավարությունը մի քանի ծրագիր է իրականացնում, արդեն մի քանի տարի է սուբսիդավորումը խելացի անասնագոմերի կառուցումը, բայց վարչապետը պարբերաբար դժգոհել է, որ ծրագիրը բավարար հաջողությամբ չի գործում։ Չէ, մենք դժգոհ չենք, որ 58 անասնագոմ կառուցել է, բայց մեր ի սկզբանե մեր պատկերացումը այդ չէր, ճիշտ է։ Այսինքն այս նշանակում է, որ ծրագիրը
ասիկ 900 միլիոն դրամ, 925 միլիոն դրամ անասնաշենքերի փոխհատուցման ծրագիր։ ընդհանուր բոլոր 4 տարվա ընթացքում 900 Այո, միլիոն դրամ։ ընդհանուր 920։ Տեսացույցա տալիս, որ ծրագիրը չի աշխատում։ Նաև տոհմային ցեղատեսակներ են ներմուծում, որ ավելի շատ կատնատու ու մսատու եղջերավորներով համալրեն անասնագլխաքանակը, բայց գոնե Շիրակի մարզում նույնիսկ պաշտոնական թվերն են այլ բան ասում։ Այստեղ ըստ կենդանիների համատարած հաշվառման տվյալների 2025 թվականին 24-ի համեմատ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը շուրջ 2000-ով նվազել է։